Ինչպես եք վերաբերվում այսօրվան։ Այսօր իմ կարծիքով այսօր 15 թիվը ուզում է կրկնվի, պատմություն ուզում է կրկնվի, բայց չմոռանանք, որ պատմության մեջ Նեմեսիս ասալայել է եղել։ Ես խորհուրդ կտամ բոլորին, ովքեր այսօր ուզում են 15 թիվը կրկնվի, սխալների ուղղում անեն, որ չկրկնվի, ընդհանրապես դա։ Իսկ մեր իշխանությունները դիտարկում են, որ այսօր ցեղասպանության ճանաչումը մեր միջազգային առաջնահերթություններից չէ։ Ինչպես եք դուք վերաբերվում դրան ու ինչ եք սովորեցնելու ձեր Մենք մեր հայ մարզիկներին, ընդհանրապես որ գալիս են մարզումների, սովորացնում ենք ոչ թե պաշտպանվել, այլ պետք եղած ժամանակ կռվել։ Իսկ իշխանության համար ես չեմ փորձի մտնեմ այդ դաշտ, բայց մի բան հարցնեմ, իշխանությունը եկել է Եղեռնի։ Այո, Ռոբոթյան։ Նշանակում է իրանք են համաձայն, որ Եղեռն եղել է։ Ես տենց եմ կարծում։ Okay։ Տենց եմ կարծում, թե չէին գա, էլի, իմ կարծիքով։ Բայց նորից եմ ասում, ով սխալ է հայ ազգի հանդեպ արել, շուտ սխալների ուղղում անում։ Իսկ այսօր այստեղ երեխաների ուսումնվելու հետ կապված ինչ կասեք, այսինքն ինչքանով է կարևոր, որ երեխաներն որ պատմությունը իմանան հենց տեղից, նոր հարցեր էի տալի երեխաներին, աղջիկս մեր հայ կանայք, արի առաջ, արի, 15 թվին, որ հայերին ցեղասպանություն են արել, հայ կանայք ինչ են արել, Տաթևից թռել են գետը, չէ, խի, երեխեն գիտի, այսինքն Տաթևի բարձունքից թռել են, որ թուրքեր իրանց գերի չվերցնեն, հա, երեխա չունենան, չդառնան թուրք, չէ, Տաթև վանքը որտե է, երեխեքին մենք ես ենք ուսուցանում ու ուժեղ մարմին, առողջ մարմին ունենան, որ կարողանան պայքարեն, վաղը ոչ թե պաշտպանվեն, մեր մոտ պաշտպանություն բառը տղաների մոտ մանավանդ մի նպատակ ունես, երբ որ երեխա չես ուզում ունենաս, այդ վաղ ես պաշտպանում։ Հա, այդտենց ենք ուսուցանում, իրանք սաղ գիտեմ, որ զմր պապի չկա։